կարող տանել այս բանաձևերն ու տարեթվերը։ Ինչի համար մեզ պետք է այսքան անիմաստ գիտելիքներ։ Ճիշտ ես, ավելի լավ է ժամանակ անցկացնենք ավելի հետաքրքիր բաներով։ Իսկական կյանքը դասասենյակից դուրս է։ Ադիաննա, դպրոցի ետնամասում մի հետաքրքիր դուր եմ տեսել։ Գնանք տեսնենք, թե ինչ կա այդտեղ։ Համաձայն եք երեխեք։ Եկեք մտնենք ներս։ Ույս ինչ հնություն է։ Այսուր ենք եկել։ Ինչ է պատահել երեխաներ։ Դուք ովքեր եք։ Ինչու եք դժգոհում իմ տան գանձերից։ Մենք երեխաներ ենք, ովքեր ձանձրացել են դպրոցի անիմաստ գիտելիքներից։ Ուսումնասիրեք իմ գանձերը և կգտնեք հետաքրքրություն։ Ֆիզիկա։ Ալբերտ Էյնշտեյնն է։ Միայն գիտելիքն է բացում տիեզերքի դռները, մեր բանաձևերը կառուցում են ապագան։ Հայոց պատմություն։ Տիգրան Մեծ։ Միայն անցյալի իմացությունը կպաշտպանի ազգդ, երբեք մի մոռացիր քո արմատները։ Հովհաննես Թումանյանն է։ Միայն բառի զորությամբ կարող ես փոխել աշխարհը և հասկանալ մարդուն։ Ավետիք Իսահակյան։ Դե հիմա ասեք, ինչ-որ բանով օգտակար եղան իմ գրքերը։ Այսինքն յուրաքանչյուր դասագիրք մի ամբողջ աշխարհ է։ Եվ այդ աշխարհի ուժը մեր ձեռքերում է։ Ես հիմա հասկացա, որ պետք է վերադառնանք դպրոց և շարունակենք մեր ուսումը։ Գնանք և նորից ուսումնասիրենք այս բանաձևերը։ Եթե դրանք կարող են կառուցել ապագան, ես ուզում եմ իմանալ, թե ինչպես։ Ես էլ, իսկական արկածը դպրոցում է։ Դասերը սովորելուց հետո դեռ շատ գրքեր ունենք կարդալու։ Մեր ուզում շանալու համար կարելի է նստել։ Իսկ ինչու եք ուշանում։ Ճիշտ է, մենք ուշացանք մեկ դասաժամից, բայց կարողացանք վերականգնել մեր հետաքրքրությունը ուսման նկատմամբ։